Հարցազրույցի եմ հրավիրում թուրքագետ Տիրան Լոկմագոզյանին։ Պարոն Լոկմագոզյան, խիստ մտահոգիչ տեղեկություններ են մեզ հասնում մեր եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների հետ կապված եւ համաձայն այդ տեղեկությունների փաստորեն այս ամբողջ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կազմակերպվում եւ ուղղորդվում է Թուրքիայից։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք, ինչ է տեղի ունենում։ Իրապես այս լուրերը համապատասխանում են իրականությանը, որ Էրդողանը եւ Ալիևը ադրբեջանա-թուրքական տանդեմը այս անգամ նպատակ ունի քանդել մեր եկեղեցին եւ իրենց դրածոն ուղակի նշանակել եկեղեցի գլուխ։ Ինչ կարծիքի եք, ինչ կասեք այս առնչությամբ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Իրականում դա շատ բարձ է, որովհետև առաջինը Ալիևը խոսեց դրա մասին, թե մնացել է միայն եկեղեցին որպես ռևանշիստների բույն եւ դա էլ պետք է արմատախիլ անել եւ դրանից հետո սկսվեց իսկական արշավը մեր եկեղեցու դեմ, եկեղեցին, որը մեր ամենավերջի բաստիոնը մնաց փաստորեն, որովհետև մնացած բոլոր պետական կառույցները արդեն ծառայում են մեր ղեկավարությանը, եւ մեր ղեկավարությունը ծառայում է օտար ուժերին իհարկե, այդ պատճառով մեր ամբողջ այդ գազམ་ագերբությունները, պետական գազམ་ագերբությունները փաստորեն ավտոմատ կերպով ծառայում են օտար ուժերին, հակահայկական մոտեցում են ցույց տալի։ Այստեղ միայն եկեղեցին է, որը պետական կառույց չէ, այդ պատճառով էլ ինքը մնաց եւ մնաց իր բարձունքի վրա եւ պաշտպանում է ազգային շահերը եւ միայն եկեղեցին է եւ այդ պատճառով հիմա աչքի փուշ է բոլոր հակահայ ուժերին եւ առաջին թշնամիներին, թուրքերին եւ ադրբեջանցիների մոտ եւ իհարկե նաեւ իրենց Հայաստանում գտնվող խամաճիկների համար այս պետք է արմատախիլ արվի եւ ես վաղուց ասել եմ, որ իրենց գլխավոր նպատակը Թուրքիան Հայաստանը քանդելն է Թուրքիայի եւ նաեւ ավելի վերև կանգնած ուժերի ջանքերով միջնորդությամբ եւ այսպես էլ կատարվում է հիմա այդ հատած եկեղեցուն, որը ինչ նորից կրկնեմ մեր ամենաամուր սյուներից մեկն է եւ անգամ կարելի ասել վերջի մնացած ամուրսյունը, ուրիշ բան չմնաց մեզ մոտ արդեն պետական կառույցներից ոչ մեկը արդեն գոյություն չունի, ոչ գործադիր իշխանությունը, ոչ օրենսդիր իշխանությունը եւ այլն, ոչ մի իշխանություն չի մնացել արդեն ազատ, անկախ եւ հայրենանվեր։ Այո։ Այդ պատճառով հիմա եկեղեցին իրենց ուժը տալիս, որ Ալիևի ցանկությունը կատարեն, ավելի ճիշտ է իր հրանքը, արդեն մենք տեսնում ենք, որ վերջի տարիներ շատ ակնհայտ կերպով մեր իշխանությունները կատարում են շարունակ Ադրբեջանի կամ Էրդողանի ցանկությունները, Ադրբեջանը ասում է մենք պետք է մեր մայր օրենքը փոխենք եւ մեր իշխանավորները խոսում են մայր օրենքը փոխելու մասին, մենք պետք է մեր բանը կերպը փոխենք եւ նաեւ իշխանություններից այդտեղից ձայներն ընչում թե մեր կերպը պետք է փոխենք այնտեղ ադրբեջանցիները գալիս գրավում են մեր լիճը, մեր տարածքը եւ մեր իշխանությունները ասում են պետք է մեր այդ լիճը, պետք է մեր այդ տարածքը մեզ պետք չէ եւ այսպես շարունակ այս շատ բացահայտ կերպով, այսինքն այստեղ արդեն ինչ որ բան քննարկելու խնդիր չկա, շատ բացահայտ կերպով մեր իշխանությունները կատարում են 100% թշնամու ցանկությունները, թշնամու օրենքները։ Դուք շատ տեղին նկատեցիք, այո, գրեթե բոլոր ինստիտուտները պետական քանդված են, քանդել է նաև բանակը, այսինքն անվտանգային առումով խիստ խոցելի է դարձել մեր երկիրը եւ հիմա հերթը, ինչպես ասում են, հոգեվոր անվտանգությանն է, հոգեվոր հարթության մեջ եւ մեր ինքնության հենասյունին է հասել մեր եկեղեցուն։ Այսպիսի մի տեղեկատվություն կա, Պարոն Լոկմագոզյան, ինչին կխնդրեմ եւս արձագանքեք։ Ըստ այդ տեղեկատվության Էրդողանի նպատակն է կաթողիկոսի դերում տեսնել Թուրքիայի որևէ ներկայացուցիչ, իհարկե կարող է դա լինել ազգությամբ հայ, մասնավորաբար շրջանառվում է պատրիարքի, Սահակ Մարշալյանի անունը։ Ինչ կասեք այս մասին։
Սահակ Մաշալյանը ինչ լինելի ինքը արդեն ցույց տվեց ընտրությունների ժամանակ համագործակցեց Էրդողանի կառավարության հետ եւ մնացած գլխավոր դերում գտնվող այսինքն կարելիություն ունեցող հոգեվորականներին դուրս թողեցին իրար հետ, այսինքն պետությունը այդպես որոշում ընդունեց եւ մնացի միայն երկու հոգի, որոնցից հետո Արամ Սրբազանին փախարակեցին եւ այսպես Մաշալյանը առաջ անցավ եւ իր շնորհակալությունը ամիջապես հայտնեց ընտրություններից հետո։ Սակայն չմոռանանք նաեւ որ Արամ Մաշալյան Սրբազանի ընտրությունը նաեւ բեհապարի ցանկությունով կատարվեց այդ խնդրի մեջը պետք է ընդունել այդ բանը որ վեհապարի մատնել խառնված էր այդ բանի մեջ, սակայն հավանաբար վեհապարը չէր մտածում այդպիսի բան, որ կարող է նաև այնքան լինի, որ այնպիսի բան լինի, որ Մաշալյան Սրբազանը իր այդ փարասիրության մեջ կարող է ավելի առաջ գնա եւ անգամ իր տեղի վրա աչք ունենա։ Տեսնենք իհարկե Սրբազանից, այսինքն Մաշալյան Սրբազանից դեռ ոչ մի ձայն չկա, սակայն այդպիսի դերեկություն կա։ Իհարկե 100%-ով չենք կարող ասենք, որովհետև ուղիղ խոսքով չի ասված այդ ամեն ինչը, կտեսնենք ապագայում ինչ կլինի։ Խնդիրը հետևյալն է, Էրդողանը նպատակ ունի հենց Սրբազան Մաշալյանին ուղարկելու, ասվում է հետևյալը, որքան էլ Սրբազան Մաշալյանը հոգևոր տեսանկյունից գուցե այդպես անթերի հոգևորական է, բայց ցավոք այսօր գտնվում է ուղղակիորեն Էրդողանի հրահանգների կատարողի դերում, քաղաքական, այսինքն տեսանկյունից նաև ինքը այս առումով ենթակա է, դե գուցե դա ունի իր պատճառները, դուք լավ գիտեք որպես թուրքագետ, ինչ վիճակում կարող է գտնվել հայը Թուրքիայում ապրելով, այդ թվում նաև թեկուզ հոգևորական։ Հիմա ինչ է կարծում, օրինակ կարծիքները երկու մասի են բաժանվում, մարդիկ ասում են, որ նա այնքան լավ հոգևորական է, որ դժվար թե գնա հայոց եկեղեցին քանդելու ճանապարհով։ Մյուս կողմից կա հենց այդ անհանգստությունը, որ նա առ այսօր լինելով եկեղեցականը ներկայացնելով հայոց թեմը Թուրքիայում, այնուհանդերձ նա կատարել է Էրդողանի հրահանգները։ Ինչ է կարծում, ձեր կարծիքը կուզեմ իմանալ այս երկվության հետ կապված, խնդրեմ։ Իհարկե այնտեղ մի ճշմարտություն կա, որ ամբողջ աշխարհի մեջ Թուրքիայում մի քիչ տարբեր է խնդիրը եւ Թուրքիայում ծառայող հոգեվորականը այնուամենայնիվ այսպես թե այնպես պիտի այնտեղի պետության հետ լեզու գտնի, բայց դրա չափը չափանիշը կա, իսկ ես չեմ կարծում, որ անթերի հոգեվորական է, որովհետև ինքը ցույց տվեց իր թերի լինելը հենց այդ ընտրությունների ժամանակ։ Ինքը պիտի չհամաձայնվեր Էրդողանի այդ մեխանիզացիային, որ բոլորին դուրս թողնեն եւ ինքը ընտրվի։ Ինքը երբ որ համաձայնվեց այդ բանին, ես արդեն այն ժամանակ եմ օրինակ Մաշալյան Սրբազանի հետ լավ հարաբերություն ունեցել, սակայն այն օրից հետ սկսած ես իր դեմ սկսա խոսել, որովհետև դա չլինելու բան էր եւ կերծարարություն կատարվեց։ Ինքը ընտրյալ պատրիարք չէ ինձ համար, ինքը նշանակովի պատրիարք է։ Այդ պատճառով եթե ինքը այդպիսի թերի կողմեր ունի, ինքը կարող է նաև շարունակել եւ այդ պատճառով չի կարելի իրեն նկատել, որ անթերի հոգեվորական է։ Դա է խնդիրը եւ եթե ինքը նման սխալ կատարել է որպես հոգեվորական, որը շատ ծանր հանցանք է, մի երկրորդ քայլել կարող է անել իհարկե։ Լավ, հիմա այս իրավիճակում ինչպիսի լուծում եք դուք տեսնում։ Նախ իհարկե կխնդրեի հետևյալին արձագանքեք եւս որպես Թուրքիայի եւ Թուրքիայի քաղաքականությունը շատ լավ վերլուծող եւ Թուրքիայի քաղաքականությանը տեղեկացված անձ։ Տեսեք, այս հարձակումները կաթողիկոսի վրա հայոյախոսությունը Նիկոլ Փաշինյանի եւ ինչ որ կեղծ փաստերի շրջանառումը ասվում է, որ դա հստակ թուրքական ձեռագիր է, որովհետեւ Էրդողանն էլ իր այլախոհների դեմ քաղաքական լինի, հոգևոր լինի, նույն ձեռագրով է աշխատում, վարկաբեկել եւ հետո շատ հանգիստ հասնել այդ մարդու, այդ անձի մեջտեղից հեռացնելուն։ Նախ այս առումով ձեր գնահատականը խնդրեմ։ Կարող է թուրքական ձեռագիր չլինի, բայց թուրքական ցանկություն է իհարկե դա եւ իրար հետ համագործակցում են այդ պահին,
մեր իշխանությունները եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները եւ մեր իշխանությունները իրենց ցանկություններն են կատարում ոչ միայն այդ խնդրում ինչպես որ քիչ առաջ ասեցի այլ նաեւ ուրիշ խնդիրներով իրենք հրահանգում են եւ մենք կատարում ենք դա է խնդիրը եւ այսօր բավականին ուժեղ է գնում այդ հաղթակումը այսինքն ինչ որ մի բանի հասնելու նպատակ կա սակայն հետաքրքիր է իրենք ասում են որ ով պիտի ընտրի ոնց պիտի ընտրվի դուք ով եք որ դուք պիտի որոշեք թե եկեղեցին ով ոնց պիտի ընտրի որովհետև եկեղեցին մի փախկառույց է մի տեսակ միություն ասենք թե հասարակական գազམ་ակերպություն եթե հասարակական գազམ་ակերպություն կա եւ իր անդամներ ունի դրսից ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասել միայն օրենքներով կարող է ընտրվեն եւ այլն իսկ այստեղ կարծեք թե այս ավելի շատ խոսում են եկեղեցու հետ կապված եւ ուզում են ինչ որ բաներ բարձրացնեն այն մարդիկ որոնք ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունեն եւ թե իշխանությունները թե ժողովրդի մեջից տեսեք ավելի շատ աթեիստներն են խոսում եկեղեցու հետ կապված խնդիրների հետ ական ասենք հավատացյալները դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ դա նորից եմ կրկնում սա փակ կառույց է եւ միայն անդամները կարող են այստեղ խոսեն քննարկեն վիճեն եւ այլն ինչ որ բանջներ դնեն աթեիստը այստեղ ընդհանրապես չկա եկամ աթեիստ ես ուրեմն դու ասելու բան չունես գամ էլ դու եկեղեցու անդամ ես անշամանք խոսելու բան ունես բայց համ իրենք ասում են որ իրենք աթեիստ են կամ ասենք ինչ որ մի աղանդների բան են աղանդների են հարում եկեղեցու հետ կապ չեն բայց նաեւ ուզում են ինչ որ բաներ թելադրեն եկեղեցին սա իհարկե ուղղակի հիմարություն է ուրիշ ավելի բան չեմ կարող ասեմ ավելի նուրբ չեմ կարող խոսեմ այստեղ Պարոն Լոկմանգերյան, կարծում եմ տեղյակ եք նաև հետևյալին, որ աղանդավորների ներուժն է նաև այս հարցում օգտագործում։ Քիչ առաջ ես տեղեկատվություն ստացա, որ արդեն 3000 հոգի, այսպես ասեմ, ճակերտներում ասված զինվորագրվել է, հա, որ Բեհարանի վրա, Սուրբ Էջմիածնի վրա հարձակման համար մենք հասանք նաև այս աղետալի օրերին, որ մեր երկրի ներսում կարող է անգամ նման գործընթաց տեղի ունենալ եւ ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնեցին աղանդավորները, նույն ձեռագրով հիմա այդ վտանգի առաջ են կանգնած։ Ես պիտի խնդրեմ ձեր առաջարկը, տարբերակը ինչպես կարող ենք այս իրավիճակից լուծում գտնել, որը կարող է լինել։ Այս օրերին տարբեր առաջարկներ են հնչում, օրինակ ասվում է եկեղեցու ամրությունը պահպանելու համար գուցե ճիշտ կլինի, որ կաթողիկոսը այնպիսի իրավիճակ ստեղծի, որ իսկապես տեղի ունենա եկեղեցու ներսում նոր ընտրություններ եւ իր հերացումը ոչ թե դա լինի Նիկոլ Փաշինյան կոչվածի պահանջով, այլ արդար ընտրական գործընթացով հոգեվոր դասի որովհետև հնարավոր է որ իսկապես մենք կանգնած լինենք բարդագույն վիճակի առաջ։ Ես կխնդրեի որպես լուծում, որն եք դուք առաջարկում, խնդրեմ։ Նախ ասեմ որ աղանդավորները ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողքին են կանգնած, այլ աղանդավորների մենք տեսանք պատերազմի ժամանակ Ալիևի կողքին կանգնած մեր հայ աղանդավորներին։ Այդ դրանից էլ տեսնում եք թե ինչ մեծ վտանգ կա այստեղ եւ ում կողմից են իրենք ուղղորդվում։ Աղանդավորությունը դա կրոնական խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է։ Եվ աղանդավորությունը, այս աղանդավորական հոսանքները, առաջ մղողները եւ հատկապես Հայաստանում առաջ տանողները ոչ թե ինչ որ կրոնական նպատակներով են անում, այլ նրանց հետևում կանգնած են քաղաքական ուժեր եւ նրանք են առաջ տանում։ Սա քաղաքական խնդիր է։ Աղանդավորությունը նորից եմ շեշտում, այդ կրոնական խնդիր չէ։ Իսկ եթե օտար ուժերի կողմից, այսինքն օտար պետությունների կողմից, եթե իրենք ուղղորդվում են, նրանք չեն կարող Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայ ազգի շահերին ծառայել։ Իհարկե նրանք պիտի ծառայեն օտար ուժերի շահերին եւ այդպես էլ կա։ Եվ դրանով նաեւ տեսնում ենք, որ թե աղանդավորները, թե իշխանավորները եւ իրար հետ են համագործակցում, դա այնտեղ ցույց է տրվում, որ իշխանություններն էլ աշխատում են, մեր իշխանությունները աշխատում են օտար ուժերի համար, որպես հակահայ ուժեր իրենք։ Իսկ մնացած մասը ինչպես է։ Ինչ կարող են, այո, իրավիճակից ելք։ Ես դեմ եմ, որ իրենց ճնշումով մենք պետք է որևէ ընտրություն եւ այն կատարենք,
հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է, ընտրել է իր կաթողիկոսին, ինչ որ մարդկանց համար դա լավ է, թե վատ է, դա լրիվ ուրիշ խնդիր է, դա իրենց հարցն է, հայ ժողովուրդը ով որ իրեն ինքը ընտրել է իր կաթողիկոսին, եթե ուրիշները, որոնք հայ եկեղեցու անդամ չեն, աթեիստ են, չգիտեմ ինչ աղանդավոր են եւ այն թողնային իրենց խնդիրներին եւ հայոց եկեղեցին չի խառնվում ուրիշների խնդիրների մեջ այսպես պետք է լինի մենք ոչ մի դեպքում պիտի չանենք այդ քայլը եւ եթե իրենք 3000 հոգանոց բանակ են դուրս բերում մենք էլ մի 30000 հոգանոց բանակ կարող ենք դուրս բերել սակայն այստեղ խնդիրը ուրիշ է խնդիրը այն է որ մեր իշխանությունները ոչ միայն այս հարցում այլ նաեւ ուրիշ հարցերում անգամ առաջի օրվանից երբ որ Փաշինյանը հայտարարեց սպիտակների եւ սևերի մասին այն օրվանից իրենք ամեն ինչ արեցին եւ այսօր էլ անում են որ քաղաքացիական պատերազմ հրահրեն Հայաստանը իրենք ամեն ինչով գնում են դրան մինչեւ այսօր բարեբախտաբար չստացվեց իրենց այդ ծրագիրը սակայն հիմա գտան մի հատ նոր ճանապարհ մի հատ նոր կետ որից կարճում են որ բերեն հասնեն այդ քաղաքացիական պատերազմի տեսեք արդեն խոսվում է ինչ որ զինվելու մասին բաների մասին եւ զինվորագրվելու մասին եկեղեցու դեմ հիմա եթե եկեղեցու դեմ հարձակում գործադրվի ինչ պիտի լինի հավատացյալներն էլ պիտի սկսեն եկեղեցին պաշտպանել չէ ինչ եղավ ստացվեց քաղաքացիական պատերազմ այն ինչ որ քաղաքական առումով չկարողացան անել իրենք փորձում են անել հիմա կրոնական առումով հավատքի առումով սակայն դա փաստորեն եթե այսպես անեն արդեն անխուսափելի Պարոն Լոկմագյուզյան, մեր հարցազրույցն ավարտենք հետևյալ կարճ հարցով եւ տեղեկացանք, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։ Ինչ պայմանավորվածություններ կարող է նա ունենալ, կանչվել է գուցե եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ հոգեվոր այս ընթացքի հետ կապված սցենար գուցե կդրվի իր առաջ, ինչ կարծիք եք։ Իհարկե պիտի գնայինք նոր հրանքները ստանա, երբ որ ես լսում եմ ինչ-որ նոր քննարկման մասին, ինչ-որ հանդիպումների մասին, ես միշտ վախում եմ, ահա ինչ-որ մի բաները անցնելու են, բայց սա արդեն ավելի կարևոր է, որովհետև ինչ-որ ներկայացուցիչները չեն, այլ երկրի գլխավոր քաղաքականություն որոշող գլխավոր մարդն է, այս նշանակում է, որ արդեն քննարկումներ կատարվել են, ինչ-որ մի բաների հասել են ու հիմա նա գնում է, որ վերջին կետը տնի, այսինքն վերջնակետը տնի այդ խնդրի։ Ինչ է դա, մենք հետո կիմանանք ինչպես շատ ուրիշ բաներ մենք այդպես հետո իմացանք։ Սակայն մի ուրիշ խնդիր կա, հենց այսօրին կտավետ անգավոր իրեք Իսրայելի հարձակումը Իրանի վրա եւ մենք չգիտենք թե Իրանը ինչ պատասխան կտա, այս ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ են անում կամ անելու են եւ իրենք արդեն հայտարարել են իմի շատ վտանգավոր վիճակ հիմա հայտնվել ենք այդ վտանգավոր վիճակի մեջ եւ այսինքն մենք մինչեւ այսօր Իրանն էր մեր հարավային դարպասը պահում եթե Իրանի այդ կոշտ կեցվածքություններ մեր իշխանությունները վաղուց հանձնեցին ինչպես որ լճերը հանձնեցին գետերը հանձնեցին աղբյուրները հանձնեցին, սարերը հանձնեցին, օղերը հանձնեցին, հիմա այդել արդեն վաղուց պատրաստ էին տալու, սակայն միայն Իրանն էր կանխում, այժմ եթե լուրջ մեծ պատերազմը սկսի եւ Իրանը ներքաշվի այդ պատերազմի մեջ, դա արիք կարող է ծառայել բոլորին իրենց ցանկության հարցեր լուծելու։ Իրանը դեռ ուժեղ է, ուժեղ պետություն է եւ եթե ավելի ուժեղ չսկսվի պատերազմը միայն այդ տեղական փոքր բաներով լինի Իրանը դեռ ուժեղ պետություն է եւ այս տեղով էլ կարող է ինքը դեռ զբաղվի եթե չէ արդեն վատ կլինի մեզ համար բայց այնուամենայնիվ կարող են փորձը անել որ երկու կողմից մտնեն մեղրի տարած եւ գրավեն Սպասենք զարգացումներին, շնորհակալ եմ, վերհիշեցնենք, մենք զրուցում էինք թուրքագետ Տիրան Լոկմագյուզյանի հետ։